Եթե չեմ սխալվում, Հակոբ Կոջոյանի նկարներից մեկն էր իր դիպլոմային աշխատանքի, որ մերժում են առաջին նկարը, որովհետև իր նկարած կտվորուհիները կտավում, կտվորուհիները ժպիտ չունեին, իսկ սոցիալիստական կանայք չէին կարող չժպտալ։ 84% անգրագետ էր նույնիսկ վիճակագրորեն եւ այդ խնդիրը լուծվեց 40-ական թվականներին։ Անաստված անունով թեժտել են, չէ՞ մենք անաստվածների ու երբ որ նյութերին ծանոթանում եք, դա հստակ երևում է ոչ միայն մարտնչող անաստվածների թերթը, որտեղ քահանաներին եւ հոգեվոր դասին սկսում են ծաղրել։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրը Հայկուի Մուրադյանն է, ով պատմական գիտությունների տեխնացու է, մշակութաբան, եւ մենք խոսել ենք այսօր մշակութային քաղաքականության մասին։ Մենք խոսել ենք խորհրդային Հայաստանի մշակութային քաղաքականության մասին, մենք խոսել ենք ինչպես էր այն մասին, թե ինչպես էր պետությունը փորձում իր գաղափարները տարածել հասարակությունում մշակութային գործիքների միջոցով, ռադիոյի, թերթերի, մշակութային տների, մշակութային այսպես ակումբների միջոցով, գրականության միջոցով եւ թատրոնի միջոցով, եւ մենք փորձել ենք հասկանանք ինչպես էր փոխվում խորհրդային մշակութային քաղաքականությունը տարբեր ժամանակահատվածում խորհրդային պետության գոյության, ինչպես 20-ականների քիչ թե շատ ազատ, այսպես ազգային մշակույթը հետագայում փոխվեց 30-ականների տոտալիտար ամենաջինջ քաղաքականությամբ, ինչպես հետագայում 50-ականների կեսից 60-ականների եւ 70-ականները որոշակիորեն ազգայինը սկսեց գերիշխել ոչ միայն ձևով, այլ նաև բովանդակությամբ եւ վերջին հաշվով փորձել ենք հասկանալ, թե այսօր մենք ինչ իրավիճակ ունենք եւ այսօրվա իրավիճակը ինչքանով է ազդված հենց խորհրդային մշակութային քաղաքականության մնացորդներով։ Շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել։ Մենք էլի կարող էինք խոսել, ուղղակի ձեզ խղճալով փորձեցինք սահմանափակենք ժամը կեսի ընթացքում, բայց անպայման դիտեք չափազանց հետաքրքիր նորություններ կիմանաք եւ շատ մտածելու տեղիք տվող զրույց էր։ Հայկուի ջան, ողջույն։ Ողջույն Սուրեն ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Քեզ եմ շնորհակալ, որ այսօր ժամանակ գտար, որ մենք այսօր կփորձենք մի ժամ ու կեսի չափ երևի։ Այդպես միշտ ասում եմ ժամկես, բայց ձգվում է միշտ խոսակցությունը։ Խոսենք մշակութային քաղաքականության մասին պետության։ Ինքը շատ կարևոր, շատ հետաքրքիր թեմա է եւ բնական թեմա է, չէ՞, այսինքն ցանկացած պետություն պետք է հասարակությունը տանի այն մշակութային ուղենիշներում, որը ինքը իր համար գծել է, չէ՞։ Արի մի հատ ընդհանուր հարցից սկսենք, ինչ ես կարծում։ Իհարկե, ընդհանրապես մշակութային քաղաքականության մասին կարելի է խոսել որպես առանձին գիտակարգ, ինքը ավելի ուշ է ձևավորվել եւ հիմնականում political science-ում է ձևավորվել։ Կարելի է մարդաբանության տեսանկյունից խոսել մշակութային գործընթացների հետազոտությունները եւ իհարկե կարելի է խոսել որպես պրակտիկ, այսինքն պետական քաղաքականություն ուղղված մշակույթի ոլորտում։ Ինքը այսպես տարբեր շերտեր ունի եւ տարբեր դիտարկումներ ունի, բայց զուտ կոնցեպտը մշակութային քաղաքականություն, որ սկսեց մշակվել, ուսումնասիրվել 20-րդ դարի 80-ական թվականներից է գալիս։ Ճիշտ է, մշակութային քաղաքականություն ճիշտ է, միշտ էլ եղել է։ Կարելի է խոսել Ալեքսանդր Մակեդոնացու վարած մշակութային քաղաքականության մասին կամ Տիգրան Մեծի վարած եւ այլն։ Այսինքն ինքը բնական այն երևույթն է, որը կարելի է հետազոտել բոլոր շրջանների եւ բոլոր այսպես պետական միավորների հետ կապված։ Բայց որպես գիտակարգ, հասկացություն, հետազոտության թեմա, ինքը ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսին, ավելի մոտ այսպես վերջին 80-ական թվականներին եւ հետաքրքիր է, որ առաջին հետազոտողները իրենք պատվիրված էին հենց միջազգային կառույցների կողմից։ Օրինակ նայենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին ժողովը մշակութային քաղաքականության մասին, որը եղավ 1967 թվականին Մոնակոյում, երբ առաջին անգամ անդամ պետությունները հավաքվեցին ու որոշեցին քննարկել, թե ինչ է մշակութային քաղաքականություն, այսինքն ինչ ստանդարտներ պետք է մշակվեն եւ հետո հրամցնել
զարգացնեն տարբեր կոնվենցիաների, կանոնակարգերի միջոցով արդեն տարբեր պետությունների համար դարձնեն ուղենիշ։ Այլ հետազոտողներ եւս իրենք գալիս էին տարբեր կազմակերպություններից, օրինակ հայտնի մշակութային քաղաքականության հետազոտողներ Դոն Ադամսը, Արլեն Գոլդբերդը, իրենք ամերիկյան հետազոտողներ էին եւ գալիս էին Council of Art ամերիկյան կազմակերպությունից, մասնավոր հետազոտություններ էին անում եւ պրակտիկ դաշտում տրամադրում էին կոնկրետ ուղենիշներ, ինչպես մշակույթը զարգացնեն, ինչպես պահպանեն, ինչ հիմնաձևերի վրա ուշադրություն դարձնեն։ Այսինքն ինքը ավելի շատ հենց բխեց կազմակերպություններից, միջազգային կառույցներից, իսկ հետո մասնավոր հետազոտողներ, անհատ հետազոտողներ իրենք նույնպես դարձրեցին իրենց հետազոտության թեման, մշակութային քաղաքականությունը։ Դու զբաղվում ես խորհրդային շրջանի, հա, ճիշտ եմ հասկանում։ Ես մշակութային քաղաքականության, այո, իմ ատենախոսական աշխատանքը վերաբերում էր մշակութային քաղաքականությունը հետխորհրդային Հայաստանում, բայց ավելի շատ կենտրոնանալով 90-ական թվականներից մինչև մեր օրերը, իսկ մեր օրերը իմ հետազոտությունը մինչև Թավշյա հեղափոխություններ վերաբերում, բայց առանց խորհրդային շրջանը հասկանալու անհնար է, որովհետև դու չես կարողանում միջև հիմա էլ խորհրդային այդ քաղաքականության կրողներն են, էլի ժառանգության կրողներն են։ Լավ, երբ որ խոսում ենք խորհրդային շրջանի մասին, կուզենայի այսօր հենց խորհրդային շրջանում մնանք հիմնականում, երբանից կարելի է ասել, որ պետությունը այսպես նպատակաուղղված օգտագործել է մշակույթը որպես քարոզչական գործիք, որպես իր քաղաքականություն, որտեղ ասենք 20 թվականի նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ Հայաստանը խորհրդայնացվում է եւ նոր իշխանությունները արդյոք իրենք ժամանակ ունեին մշակույթով զբաղվելու, իհարկե, արի այդ շրջանից սկսենք։ Իհարկե, հենց 1920-ական թվականներից սկզբից միանգամից մշակույթը դառնում է ամենակարևոր խորհրդային տերմինաբանությամբ ասած ամենակարևոր ֆրոնտը, որտեղ իրենք պետք է պայքարեին։ Ու հենց Լենինը իր զեկույցներից մեկում ասում է, մենք ռազմական ֆրոնտում հաղթանակ տարանք, հեղափոխություն եղավ, հիմա պետքա կուլտուրական ֆրոնտում էլ այդ նույն պայքարը շարունակենք, եւ հենց 20-ականների սկզբից էլ միանգամից մշակույթը դառնում է ամենակարևոր ուղղություն իր տարբեր ճյուղերով, որովհետև դա նաև դառնում է պետության ձեռքին կարևոր գործիք գաղափարախոսությունը հասցնելու համար։ Քարոզչություն, պրոպագանդա, ագիտացիա եւ այդ պրոպագանդա բառը, ագիտացիա բառը հիմա մենք ունենք բացասական վերաբերմունք, երբ որ ասում ենք պրոպագանդա, քարոզչություն բացասական իմաստով, բայց 20-ականների սկզբին դա հենց ամենակարևոր գործիքներից մեկն էր քաղաքականությունը, գաղափարախոսությունը տեղ հասցնելու։ 20 թվականին էր, որ 20 թվականի վերջին կարծեմ նոյեմբերի ուրեմն հրամանով դեկրետով ստեղծվեց Լուժողկոմատը, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը հենց զբաղվելու էր արդեն կրթության, մշակույթի հարցերով։ Ստեղծվեցին կուլտուր-լուսավորական առաջին հիմնարկներ, այսինքն 20-ականների սկզբից մենք տեսնում ենք, որ խորհրդային մշակութային քաղաքականությունը սկսում է ձևավորվել։ Սկզբնական շրջանում ճիշտ եմ պատկերացնում, իմ գիտելիքները շատ համանապակ են դրա հետ կապված, բայց ճիշտ եմ պատկերացնում, սկզբնական շրջանում դա այդ բանն էր։ Անգրագիտության հաղթահարման քայլերն են։ Այո, դա մի ուղղություններ, այսինքն այստեղ կար ուղղություններ, մենք ինչ պետք է անենք, հա, առաջին հերթին բնականաբար անգրագիտության վերացումներ եւ դրա համար ստեղծվեցին այդ կուլտուր-լուսավորական հիմնարկները, բանֆակերը, լիկայանները, խրճիտ ընթերցարանները, կարմիր անկյունները, 20-ական թվականներին դա ստեղծում էին հատուկ դեկրետներով եւ հրամաններով, այսինքն առաջին գործիքը մշակութային քաղաքականության դեկրետ ու հրամաններն էին, հետո դրա հիման վրա ձևավորված ենթակառուցվածքը։ Այդ կուլտուր-լուսավորական հիմնարկների առաջնային խնդիրը անգրագիտության վերացումն էր հասուն տարիքում, այդտեղ կարևոր է, որովհետև 84% անգրագետ էր նույնիսկ վիճակագրորեն եւ այդ խնդիրը լուծվեց 40-ական թվականներին եւ արդեն հատուկ դեկրետով, եթե չեմ սխալվում, Ֆոլյանի աշխատանքում մենք հանդիպում ենք, որ 1933 թվականին հատուկ հրամանով այս բոլոր խրճիտ ընթերցարանները, լիկայանները իրենք վերածվում են արդեն ակումբների, գյուղական մշակույթի տների, այսպես ասած։ Ու իրենք արդեն ֆունկցիոնալ փոխվում են։ Հաղթահարված է։ Այսինքն մի ուղղությունը այն էր, որ անգրագիտության վերացումներ եւ դա իրոք
20-ականներին ամբողջությամբ այսպես քաղաքականության մի մաս ուղղված էր այդ անգրագիտության վերացմանը, բայց դա միակ ուղղությունը չէր։ Օրինակ երկրորդ ուղղությունը հոգևոր ոլորտը, հոգևոր կյանքը, եկեղեցիների եւ աշխարհիկ կյանքի տարանջատումն էր հստակ։ Այսինքն 20-ական թվականներին մենք չենք տեսնում, որ կա եկեղեցիների հանդեպ հետապնդում, քահանաների ճնշում, այլ հակառակը տեսնում ենք, որ օրենքներով ուղղակի սահմանազատվում է եկեղեցական գործունեությունը աշխարհիկ գործունեությունից եւ օրինակ 21 թվականի դեկրետով բռնագանձվում է Էջմիածնի ամբողջ գույքը համարվելով, որ պետականացնում ենք եւ վերադարձնում ենք ժողովրդին, թեև դա ուղղակի պատրվակ էր այդ տարբերակելու համար։ Երկրորդ հերթին ընդունվում է օրենք, որով եթե դու ուզում ես զբաղվես կրթական գործունեությամբ, օրինակ դասավանդես դպրոցում, դու պետքա կարգազանց լինես, քահանա չես կարող լինել, այսինքն օրենքով սկսվում է արգելվել քահանաների դպրոցից։ Այո, առաջին հերթին այդ օրենքների միջոցով սկսում է սահմանազատվել եւ նույնիսկ 24-28 թվականներին ազատ եկեղեցի թերթը դեռ շարունակում էր տպագրվել, այնտեղ նյութեր էին դրվում եւ այլն, 30-ականներին է որ սկսվում արդեն ոչ միայն այդ սահմանազատումը արդեն կար, բայց կոնկրետ հետապնդումը եւ աթեիզմի անաստված անունով թեշտել են, չէ՞ մենք անաստվածների ու երբ որ նյութերին ծանոթանում եք, դա հստակ երևում է ոչ միայն մարտնչող անաստվածների թերթը, որտեղ քահանաներին եւ հոգեվոր դասին սկսում են ծաղրել, այսքան ծաղրական վերաբերմունքը, որ նրանք ովքեր գնում են եկեղեցի խավարամիտ են, հատկապես կանանց էր այստեղ կարեւոր, որ կանանց պետք է հանել խավարամտությունից եւ նրանց բերել հանրային կյանքում իրենց պետք է դիրքավորվեն։ Այդ մոտեցումը դե վաղուց կար, նույնիսկ այն ցարական շրջանում, չէ, մեր լուսավորիչներ, ասենք Աբովյանը կամ Նալբանդյանը, իրանք էլ էին այդ որ կանանց ավելի աշխարհիկ կյանքին ներգրավելու ջանքեր գործադրեն, բայց սա փաստորեն ուղղակիորեն պետության կողմից այո, սա կոնկրետ քաղաքականության եկեղեցիների փակման։ Եթե իմ նշածը դա ունեցած դիսիդենտական բան էր, այստեղ պետության ամբողջ ուժը կիրառվում էր, էլի։ Այո, եւ բացի դա ոչ միայն դիսիդենտական, այլ դա արդիականացման մեջ էր մտնում, էլի, եւ նույնը սովետական շրջանում։ Այո, խորհրդային է վերջը մոդեռնիզացվում էր, էլի հասարակությունը։ Այո, 1920-ական թվականները լրիվ խորհրդային մոդեռնիզացիայի շրջան էր։ Իդեպ դա շատ լավ նկարագրում է Ռոնալդ Գրիգորսյունին իր աշխատանքում Looking Toward Ararat, շատ լավ ներկայացնում է, ասում եմ, մենք մոդեռնիզմը հիմնականում կապում ենք արևմտյան գործընթացների հետ, բայց խորհրդային շրջանը 1920-ական թվականները, եթե վերլուծում ենք այդ ուղղությունները, ինչ էր իրականացվում, ինչ քաղաքականություն էր վարվում, ապա հստակ տեսնում ենք, որ դա խորհրդային մոդեռնիզացիա է, բայց 30-ական թվականները արդեն խորհրդային մոդեռնիզացիա չի, այլ լրիվ նոր մշակույթ երկուս է գալիս, Պապերնի ասած, եւ այստեղ մենք արդեն գործ ենք ունենում տոտալիտար մշակույթի ձևավորման հետ։ Բայց եթե նորից վերադառնանք այդ 20-ականներ ու այդ անգրագիտության վերացման պայքարը, փաստացի էլի կարող ենք ասենք, որ խորհրդային միությունը անում էր երկու նպատակով։ Առաջինը, որպեսզի ունենա ավելի կարող հասարակություն, այդ մոդեռն արդիականացման պահանջներին համբարձել, բայց նաեւ երկրորդը, որտեղ ինքը հասկանում էր, որ գրագետ մասնա ում վրա ինքը կարող է իր քարոզչությունը տարածել։ Չէ՞ ճիշտ եմ պատկերացնում։ Բացի դա ոչ միայն գրագետ մարդը, այլ իր գաղափարախոսությունը հասկացող մարդը, քանի որ այն ժամանակ TV չկա, համացանց չկա, այդ դիդակտիկ նյութերը չկա, հիմնական գործիքը դառնում էր ռադիոն, դառնում էր մշակույթի տունը տարբեր ծրագրերով, դառնում է ամսագրերը թերթը, մամուլը, խորհրդային մամուլը ամենահզոր գործիքն էր, որով այդ գաղափարախոսությունը իր տարբեր որոշումներով եւ հրահանգներով հասնում էր ժողովրդին, թատրոնը, այսինքն այս հիմնական ուղղությունները դառնում են հիմնական գործիքներ եւ որպեսզի մարդը կարողանա հասկանա այդ թատրոնի միջոցով այդ գաղափարախոսությունը իրեն հասնի, ինքը պետք է նախ սիրի գնա, ուզենա գնա թատրոն, հասկանա, որ դա կարեւոր է եւ կարողանա թերթը կարտալ։ Այո, 20-ականներին սկսում է ձևավորվել այդ կուլտուրականության կուլտուրնեստ ասվածը։ Ինչ է նշանակում կուլտուրական։ Այ խորհրդային շինարարություն ամսագրում այսօր մի լավ նյութ եմ կարդացել, սենց ուժը պիտա գալիս իրականում իմ դեմքին, որ այդ սովետական բառապաշարով կարդում
խոսում եմ, ասում է ես լավ եմ ապրում եւ կուլտուրականապես եմ լավ ապրում, ուսո հարվածային մի ուրեմն գործարանի աշխատակցի կյանք է նկարագրում, որ ես կուլտուրականապես շատ լավ եմ ապրում, հարվածային աշխատող եմ, բայց ես այս տարի գնել եմ երկաթե մահճակալ, այսինքն ինչ կենցաղում եմ ես ապրում, ոնց եմ բարելավել, դա արդեն լավ է, իմ մահճակալը երկաթե է, ես գնել եմ 3 ձեռք անկողին, այս տարի ձեռք ենք բերել եւ ես կարողացել եմ գնալ թատրոն, հաճախել թատրոն ու ինքը ներկայացնում փոքր հոդվածով երևում է ամբողջ այդ խորհրդային կյանքի այդ սոցիալիզմի որն է լավ ապրելը եւ կուլտուրական առումով ճիշտ ապրելը մոդա է թելադրում էլի փաստորեն իհարկե եւ նայեք այդ այսօր շատ հետաքրքիր երկաթե մահճակալ ունենալը տան մեջ սենյակը վերանորոգել այսինքն այդ կենցաղային պայմանների բարելավումը եւս կապվում էր կուլտուրական ապրելու հետ այսինքն մենք այլևս ոչ թե չգիտեմ բարակներում ենք ապրում կամ գոմերում ենք ապրում, այլ մենք տուն ենք ստեղծում, երկաթե մահճակալ ենք գնում, մեր կենցաղային պայմաններն ենք լավացնում եւ դրան զուգահեռ անպայման ակումբ ենք գնում, այսինքն այդ ակումբների հետ կապված էլի դու մի քանի տերմին օգտագործեցիր, ուզում եմ հասկանալ, իրանց մեջ տարբերություն կա, թե չէ, լիկկայան, խրճիտ ընթերցասրահ, բանֆակ, եւ նաեւ ես քո դասներում կարդացել եմ այդ կարմիր անկյուններ կոչված գյուղական անկյուններ իրենք չէ բանով տարբերում են թե ուղղակի անուններն են ֆունկցիոնալ առումով ընդհանուր առմամբ իրենց հիմնական ֆունկցիան սովետական խորհրդային ճիշտ քաղաքացու ձևավորումներ, բայց ամեն մեկը տարբեր կերպեր։ Օրինակ լիկայանները դա գիտակից հասուն տարիքում անգրագիտության վերացմաններ ուղված։ Գործից հետո աշխատանքից հետո մարդիկ գնում էին այդ լիկայանները, որտեղ նրանց սովորեցնում էին գրել կարդալ, ամսագիր էին կարդում իրենց համար, որոշումներն էին կարդում։ Խրճիտ ընթերցարանները հիմնականում հավաքվում էին, օրինակ գյուղերում էր շատ տարածված եւ եթե գյուղում հաստատ մեկը կար որ գրել կարդալ գիտեր եւ ինքը այդպես արդեն լուրջ վարկանիշ ունեցող մարդ էր եւ ինքը կարդում էր պարտիայի որոշումները բոլոր նրանց համար ովքեր չգիտեն կարդալ, այսինքն խրճիտ ընթերցաններում այդ դասախոսություններ էին, պարտիական որոշումների տարածումներ, ընթերցանություններ, պոեզիայի երեկոներ էր, լիկայանները կոնկրետ սովորեցնում էին գրել կարդալ, լենինյան անկյունները քաղաքական քննարկումներ էր, դասախոսություններ, ընդհանրում են բանվորական ֆակուլտետներն էր, որը էլի հատկապես նրանց համար էր, ովքեր չունեին մասնագիտություն, բայց ուզում էին ստանալ մասնագիտություն եւ իրենց համար այդ երեկոյան դպրոցների համար էր նախատեսված բայց այս բոլոր բազմապիսի կառույցներ իրենք 30-ականներին արդեն վերածվում են գյուղական ակումբների կամ ավելի ուշ սկսում է տարածվել մշակույթի տուն ասվածը։ Հա, եւ երբ որ այդ քարոշչության մասին խոսում ենք եւ թեշտերով եւ այդ բոլոր թատրոններով, բաներով, ըստ երևույթի հենց ներկայացումներն է գաղափարական, հա, ուղղվածություն ունեին թատրոնում։ Անպայման։ Այստեղ նայեք, թատրոնը դառնում է գործիքներից մեկը, որովհետեւ մեկը ռադիոն էր, մյուսը խորհրդային մամուլն էր, մամուլը ինքը շատ ավելի ակտիվ է դառնում 30-ականներին, երբ կա համատարած գրագիտություն արդեն, այդ խնդիրը լուծված է, թատրոնը դառնում է այն ուղղությունը, որի միջոցով կրկին կերպարներ են ստեղծվում եւ կերպարներ են ներդրվում հասարակության մեջ եւ թատրոնի միջոցով նաեւ սովորացնում են ինչպես դառնալ ինչպես մենք արդեն խոսեցինք այդ կուլտուրական մարդը կուլտուրնիստ ասվածը որն էր եւ ինչ էր դա ենթադրում պարզապես գործարանի աշխատակից լինելը քիչ էր պետք էր նաեւ այդ խորհրդային մշակույթի բանաձևին համապատասխանել իսկ բանաձևը հստակ էր որ Լենինը արդեն դրել էր որպես ուղանիշ խորհրդային մշակույթը պետք է լիներ ձևով ազգային իսկ բովանդակությամբ խորհրդային պրոլետարական կամ խորհրդային այդ ձևի խնդիրներ այդ ազգայինը դա էլ շատ հետաքրքիր է էլի շատ հետաքրքիր է ինչպես այդ խորհրդային օրինակ առաջի տարիներին, հա, խորհրդային միությունը միանգամից չվերացրեց այդ ազգային, այսինքն չհամահարտեցնեց եւ նույնիսկ հակառակը խրախուսում էր, հա, այդ հայտնի այդ կորենիզացիայի քաղաքականությունն էր, չէ՞ որ ամեն մի ժողովուրդ, որը ապրում էր խորհրդային միությունում, ինքը պետք է ունենար իր ազգային ինչ-որ տենց բանը կար, գործիքակազմը կարելի է ասել։ Բարերը, չգիտեմ
Անպայման, եւ որ այ ազգերն էլ չունեին, իրենց դիպում էին, հատուկ ստեղծում էին, ստեղծեին, այո, դա պարտադիր էր։ Նայեք նույն էպոսը, որովհետեւ այն ժողովուրդները, ովքեր ունեին էպոս, դրանք թարգմանվում էին, հա, Սասունցի Դավիթը 39 թվականին թարգմանվեց, Հոբելյանը նշվեց, միջոցառումներ եղավ, իսկ այն ազգերը, որոնք չունեին, իրենք ստիպված պետք է ստեղծեին, որովհետև կար այստեղ այդ հավասարության սկզբունքը, հավասարությունը, այստեղ ենթադրվում էր, որ բոլորը պետք է նույնը ունենան։ Դրա համար էլ դա էլ ինձ թվում է կայսրության քաղաքականությունն էր, որ պերիֆերիաները հավասարապես զարգանան եւ այստեղ խնդիր չլինի ըմբոստանալու, դեմ գնալու, այլ այդ սովետական մարդը ինքը նաեւ վիզուալ պետքա նման լիներ մեկը մյուսին, ինչ որ առումով նաեւ ազգային ունեցած արժեքները պետքա հավասար լինեին, նույն ունենայինք նաեւ մենք, ինչ ունեն հարևան պետությունները։ Հա, դրա մասին մենք մի քիչ հետո ավելի մանրամասն խոսենք, բայց հիմա ուրիշ թեմայի վրա եմ ուզում։ Հիմա գանք բանին, ձևը հասկացանք ազգային բովանդակությունը։ Ասենք ինչ ձևի բովանդակություն էր, այսինքն խորհրդայնությունը փառաբանող, հա, ճիշտ եմ հասկանում, կոմունիզմը կամ սոցիալիզմը փառան։ Սոցիալիզմը դառնում է հիմնական ոճը, հիմնական ուղղությունը, որն է դա, ինչ էր դա նշանակում էր, որ պետք է սոցիալիստական ռեալիզմը ներկայացնի ինչքան լավ է սոցիալիստական երկրներում, ինչքան լավ է խորհրդային միության երկրներում եւ ինչքան վատ է կապիտալիստական երկրներում։ Եվ բոլոր թերթերը, ես մի հատ այդպիսի հոդված ունեմ Agitprop-ի, որտեղ հստակ նյութեր եմ հավաքել տարբեր այսպես թերթերից, խորհրդային Հայաստան, խորհրդային շինարարություն, որտեղ հստակ տեսնում ենք այս ռոպագանդան, այսինքն ինչքան լավ է մեզ մոտ, ինչքան մենք զարգանում ենք, առաջ ենք գնում, դպրոցների թիվը, աշխատող կանանց թիվը, երեխաները, կանանց ձայնի իրավունքը, այսինքն այս թեմաները ինչքան լավ է, լուսավոր է, հավասար է մեր իրավունքները սոցիալիստական երկրներում եւ ինչքան վատ է կապիտալիստական երկրներում, ինչպես է բուրժուազիան խեղդում հասարակությանը, ինչպես են հարուստները հարստանում, աղքատները աղքատանում, օրինակ 2000 տառապյալ երեխա կապիտալիստական երկրներում զոհ գնացին բուրժուազիային։ Այսինքն տեսնում ենք, որ ամբողջությամբ ոստեղ կարևորը դա չէ, որ ճիշտ է թե սխալ, հասկանում եք, այստեղ կարևորը այդ ոնց էին այդ երկու աշխարհները ստեղծվում եւ նաեւ դրան շատ նպաստում էր կոնկրետ այդ վիզուալ նյութերը ամսագրերում, օրինակ կապիտալիզմը ծաղրանկարները եւ վիզուալ նյութերը, օրինակ կապիտալիզմը ներկա ավանգարդ թերթում համարը 23 թվականի համարներից մեկն էր, կապիտալիզմը ներկայացված էր որպես վիշապ 3 գլխանի, իսկ տակը սովետական ժողովուրդը թրերով ու նետերով ոնց է ուզում իրան սպանի ու ցույց է տալիս այդ պրոլետար դասակարգի հաղթանակը ու սենց դա էապես ազդում էր այդ նկարները, կարիկատուրաները, ծաղրանկարները շատ բաներ, մեսիջներով էր հարուստ, որ այն մարդիկ, ովքեր կարդալ չգիտեն, գոնե տեսնեն ու վիզուալն տեսնեն այս երկու աշխարհների։ Դե հետո ի վերջո հավերժական հարցեր է բարձրացնում։ Չարի եւ բարի այսպես պայքարն է առանձնանում եւ միշտ ասենք գրավիչ է լինել բարու կողքը, էլի, այսինքն բարի կողմը լինել ավելի գրավիչ է եւ փաստորեն այդ աշխարհի նման պատկեր էին ստեղծում, էլի։ Այո, եւ նույնիսկ մշակութային գործեր այդ ժամանակ այդպես էին ընդունվում։ Օրինակ, եթե չեմ սխալվում, Հակոբ Կոջոյանի նկարներից մեկն էր իր դիպլոմային աշխատանքի, որ մերժում են առաջին նկարը, որովհետեւ իր նկարած կտվորուհիները կտավում, կտվորուհիները ժպիտ չունեին։ Իսկ սոցիալիստական կանայք չէին կարող չժպտալ, այսինքն իրենք պարտադիր պետք է բավարարված ու երջանիկ լինեին։ Այդ հետաքրքիր է, որ նաեւ մշակույթի իր տարբեր դրսևորումներով պետք է գար ու ապացուցեր, որ սոցիալիզմը այն իր միակ ճշմարիտ իրական ուղղությունն է, որում մենք ապրում ենք ու որով մենք պետք է ստեղծագործենք։ Դա նաև վերաբերվում էր թատրոնին, երաժշտությանը, գրականությանը, այսինքն ամբողջովին սկսվում է այսպես 30-ականներին հատկապես։ Իսկ ռադիոն տարածված էր, հա։ Այո, ռադիոն էլ էր բավականին տարածված, հաղորդումները, բայց ավելի շատ խորհրդային մամուլը։ Ամեն դեպքում խորհրդային Հայաստանում 20-ականներին մամուլն է դառնում ամենահիմնական գործիքը, թատրոնը եւ մշակույթի տներում ծրագրերի իրականացումը, այսինքն միջոցառումներ, դասախոսություններ, թեմատիկ զրույցներ, շրջիկ թատրոններ, այսինքն այն բոլոր միջոցները, որով հնարավոր էր ձևավորել այդ սովետական քաղաքացիությունը
մարդկանց մտածողություն։ Ես հիշում եմ 33 թվականին, երբ որ Գերմանիայում իշխանության են գալիս նացիոնալ-սոցիալիստները, իրենք անվճար բաժանում են ռադիոներ, անվճար, որտեղ ինքը այդպես այդքան էժան բան չէր, հաճույք չէր եւ անվճար բոլոր ընտանիքներին բաժանում են այդ ռադիոները, մի խնդիր կար, ռադիոները ընդամենը մի կայան, մի ալիք եւ այն հեռարձակում էր այն, ինչ որ պետք էր պետությանը եւ բնականաբար մարդիկ, որոնք այսօրվա նման մեր նման այսպես բազմազանություն չունեին զբաղմունքի, հա, հերոստացույց չկար, չգիտեմ, համացանց չկար եւ այլն, եւ միանք զբաղմունքը, ասենք գերմանացի տնային տնտեսու ինչներ, այդ ռադիոներ, որ ինքը միացնում էր եւ բնականաբար այդ ամբողջ այդ պրոպագանդա, որ գալիս է ռադիոին, դա լցվում էր իր ուղեղը եւ նույն մեխանիզմով են ի վերջո աշխատել։ Իհարկե, եւ իրականում պետության համար գործիք է դառնում մշակույթը, որովհետեւ եթե դու ուզում ես հստակ տեսլական ունես, դու ոնց ես ուզում զարգանալ, չես կարող մշակույթը թողնել այսպես ազատ ու բարձի թողի, որովհետև ինքը դառնում է քո տեսլականի ամենակարևոր բաղադրիչներից մեկը ու ուզես չուզես ինքը դառնում է քաղաքականության հիմնական ոլորտներից մեկը։ Հետևաբար նույնիսկ այն քաղաքականությունները նայեք ԱՄՆ-ում, որ ասում ենք ԱՄՆ-ում չկա մշակութային քաղաքականություն, որտեղ չկա մշակույթի նախարարություն, դա այդպես չի, ուղղակի իրենց մշակութային քաղաքականությունը չի ենթադրում ենթակառուցվածքի ձևավորում, իրենց գործիքները այլ են, դրամաշնորհներն են, իրենց գործիքները, օրենքներն են, հարկային դաշտն է, այսինքն այլ գործիքներ են, որոնք դառնում են դոմինանտ։ Մենք դա չի, ի վերջո եկեն եթե նաև այսօրվա համար խոսենք, նույն ասենք ֆիլմ արտադրությունը, որը իր ձևով ինքը անկախ է, հա, այսպես է համարվում, որ անկախ է, որովհետև պետական ֆինանսավորում չունին, բայց այն մեսեջները, որը տալիս է այդ ֆիլմ արտադրությունը, դա այն է, ինչ ընդունելի է պետության կողմից եւ որը խրախուսվում է պետության կողմից, վերջին հաշվով, չէ՞։ Միանշանակ այդ նարատիվները ոնց են ստեղծվում, տիպային կերպարները ու տարածվում, դա դառնում է գործիքներից հիմնականը։ Նույնը Ֆրանսիայում, եթե մենք նայենք օրինակ 5-րդ հանրապետության ժամանակ, երբ իշխանության եկավ Շարլ դը Գոլը, էլի բերեց հստակ պետական մշակութային քաղաքականություն, իդեպ այնտեղ կային նաև որոշակի այսպես հետազոտություններ, որը հեստանվներ պատմում, թե ինչպես է Ֆրանսիան փորձել կրկնօրինակել Խորհրդային Միության պետական մշակութային քաղաքականության մոդելը եւ ենթակառուցվածքներով հանդերձ կրկնօրինակել է, թեև արևմտյան պատմության մեջ մշակութային քաղաքականության պետական մոդելի նախատիպը համարվում է Ֆրանսիան, բայց ընդհանուր առմամբ դա սովետների իհարկե Խորհրդային Միությունն է։ Հետո երբ որ ավելի որ կոնկրետացնենք, տեսնենք մենք ասում ենք պետությունը արեց, պետությունը անում էր, բայց պետությունը ասում մի քիչ անորոշ է, կոնկրետ մարդիկ կային, չէ, որոնք դրանով զբաղվում են, այդ ագիտատոր կոչվածները։ Կուզենամ մի քիչ իրանց մասին խոսես։ Իհարկե, հստակ ամեն մի գործարան, ամեն կոմբինատի աշխատակի այսպես ֆաբրիկա գործարան ուներ իր ագիտատորը։ Այդ ագիտատորը ընտրվում էր եւ խորհրդային մամուլում նաեւ ընտրվում էր լավ ագիտատորի ու վատ ագիտատորի կերպարները, ներկայացվում էին ով է լավ ագիտատորը։ Օրինակ ես վերջի իմ հետազոտության մեջ ներկայացնում եմ ինչպես է օրինակ խորհրդային Հայաստան թերթում ամսագրից մեկ համարներից մեկում ներկայացվում Ալավերդու մսի կոմբինատի լավ ագիտատորի կերպարը, հստակ անուն ազգանունով նկարով դրվում է ինչան այսինչը լավ ագիտատոր է, ինչու որովհետև սիստեմատիկ կերպով հաճախում է թատրոն, ունի բլոկնոտ, նշումներ է անում եւ բանի ժամանակ, այդ հանգստի ժամանակ իր գրանցած բոլոր մտքերը կիսում է աշխատակիցների հետ, հա, այդ պրոլետար դասակարգի հետ, այսա լավ ագիտատորն է, որը կուլտուրական մարդ է, հաճախում է թատրոն, կինո, ոնց հա տարածում այդ գաղափարներից, ինքը պարապչի եւ ինքնազարգացման վրա է աշխատում, սա շատ կարևոր կետ էր, որ պետք է անպայման դու ինքդ քո վրա աշխատես ու դառնաս լավ ագիտատոր։ Կա նաև վատ ագիտատորի կերպար, այսքան զուգահեռ գնում է, իսկ ով է վատ ագիտատորը, նա ով չի գնում թատրոն, ով չի աշխատում, ծուլանում է, ինքը իր վրա չի աշխատում, չի զարգանում, ու այս կերպարները ստեղծվում էին կերպարներ խորհրդային մամուլում, օրինակ լավ աշխատող մշակույթի տան ու վատ աշխատող մշակույթի տան, ու այդ բոլորը բացահայտվում էին այդ կերպարները ստուգատեսների ժամանակ 30-ականներին խիստ ստուգատեսներ են սահմանվում, որ պետք է անպայման տեսնել պարտիայի որոշումները արդյոք բջիջները իրականացնում են թե ոչ, եւ այդ ստուգատեսների արդյունքում այս
այս կերպարներն էին ձևավորվում, հա։ Օրինակ այդ գյուղերից մեկում ասում եք գնացինք, տեսանք երիտասարդները ձեռքները գրպանը դրած կանգնած են բակում, ինչով է զբաղված մշակույթի տունը, ուր է նայում մշակույթի տան տնօրենը, այսպես այդ հարցադրումներով ցույց է տալիս, որ տեսեք լավ չի աշխատում, որովհետև այս երիտասարդները պարապ են մնացել, իրենք իրավունք չունեին պարապ մնալ ու փողոցում լինել։ Իսկ դրան զուգահեռ բերում է լավ աշխատող մշակույթի տան օրինակ, որ ասում է շատ լավ են աշխատում, խմբակները լավ են աշխատում, եւ այստեղ նաեւ ինչն է հետաքրքիր, որ խորհրդային մշակութային քաղաքականության մեջ ամենակարևոր այդ ազատ ժամանակի տնօրինումն էր, որ անպայման եթե կա դպրոց, կա աշխատանք, հետո կա ազատ ժամանակ, այս ազատ ժամանակն էլ էր պետք տնօրինել։ Եվ մշակույթի տները, այո, եւ մշակույթի տները ակումբները դառնում են այդ ազատ ժամանակի։ Այսինքն ինչ է մշակույթի տուն, ուզում եմ մի քիչ ավելի բացենք։ Մշակույթի տները, պալատները, այդ գյուղական ակումբները իրենք սկսեցին ձևավորվել 20-ականների վերջից 30-ականներին, Հայաստանում առաջինը 36 թվականին էր, Երևանում բացվեց մշակույթի տունը կամ ակումբը, այսպես ասած, բայց մեծ թափով իրենք սկսեցին ստեղծվել հայերենական մեծ պատերազմից հետո 60-70-ական թվականներին եւ իդեպ իրենց ճարտարապետությունը շատ տարբեր է, որտեւ 30-ականներին ստեղծված մշակույթի տներն իրենք ավելի փոքր կառույցներ են, իրենք մի հարկանի դահլիճ ունեցող պարտադիր, այսինքն մշակույթի ինքը հասարակական կենտրոնն է, համայնքի կենտրոնն է եւ բնականաբար պետք է դահլիճ ունենալ միջոցառումների համար եւ սենյակներ տարբեր խմբակների համար։ Այս մշակույթի տան գաղափարը ինքը հետաքրքիր է, դեռ գալիս է ցարական Ռուսաստանից այդ ժողովրդական տների կոնցեպտն է ինձ թվում է վերցրած, բայց ավելի հստակեցրած է սովետական գաղափարախոսության շրջանակներին եւ հիմնական գաղափարներին համապատասխանեցված մշակույթի տունը կարևոր է հսկեր վերահսկեր ազատ ժամանակը եւ ձևավորեր այդ սովետական մշակույթը եւ մշակույթի բոլոր գյուղերում են սկսում ստեղծվել անկախ փոքր գյուղա, մեծ գյուղա դահլիճը մեծ էր, իդեպ այդ դահլիճը շատ կարեւոր է, որ ստեղծվում էին համապատասխան գյուղի բնակիչների թվի, որ բոլորը դահլիճում տեղ ունենային, թեև եթե մենք նայում ենք հիմնականում Մնացականյանը իր գրքում ասում է իրենք 100 հոգանոց, 200 հոգանոց եւ 300-400 հոգանոց դահլիճներով մշակույթի տներ էին, իրենք ստեղծվում են բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում ավելի մեծ իդեպ եւ սկսում են ձևավորել այդ սովետական մշակույթ ասվածը, ինչն է ընդունելի, ինչը ընդունելի չի, շրջիկ թատրոնները գալիս էին եւ հարակից գյուղերից ամենամեծ դահլիճ ունեցող մշակույթի տանը ներկայացումներ էին դնում, կողքի գյուղերից էլ էին գալիս ու դա դառնում էր մշակույթի գյուղի համար կարևոր մշակութային իվենտ։ Ես հիմա որ հարցազրույցներ եմ անում գյուղերում, մարդիկ այնքան նոստալգիկ են հիշում, վայ, գիտեք, լավ գաղափար է, էլի։ Ես հիմա մտածում եմ, որ իրոք ինքը լավ գաղափար է, էլի։ Իհարկե, այսինքն այստեղ ու իրենք հիշում են, մեր մոտ եկել է այս մի մարդը, սա է եկել երգել, մենք իրեն ենք տեսել, ասենց ու հիշում, իսկ հիմա ոչ մի բան, ասում են հիմա որ գնում ես գյուղերով լքված, այսպես ավերված մշակույթի տները, մեծ մասը, տարբեր ճակատագրեր ունեն այդ մշակույթի տները, բայց մեծ մասը այո, որովհետև խորհրդային շրջանում կար ֆինանսավորումը, առաջին հերթին կար գաղափարախոսությունը, ինչու ենք մենք ուզում, ինչու ենք մենք պահում, եւ կար այդ վերահսկողությունը։ Իսկ 90-ական թվականներին արդեն եղավ այդ մշակույթի տների այդ 1996 թվականին, որ թիմերը ստեղծվեցին, մշակույթի տները սկսեցին այդ համայնքային ենթակայության տակ անցնել։ Իսկ համայնքային ենթակայության տակ անցնելուց հետո համայնքը ինքը նույնիսկ առանձնապես շատ բյուջետ ունի, որ մշակույթի տունն էլ պահի, ինքը շատ դեպքերում նույնիսկ վերածվեց այսպես սոցիալական խնդիր լուծող, հա, մշակույթի տան տնօրեն տալիս էին, նշանակում էին նրան, ովքեր սոցիալապես լուրջ խնդիր ունեին ու պետք էր մի փոքր աշխատավարձ որ պահեն։ Հատկապես ես 2018 թվականին Արցախում եմ արել հետազոտություն մի քանի գյուղերում ու այդ մշակույթի տան տնօրենները հիմնականում ամուսիններին պատերազմում կորցրած բազմազավակ ընտանիք ունեցող կանայք են եւ գյուղապետ ուղղակի այս միջոցով փորձել էր այդ ընտանիքի խնդիրը լուծել, որ այդ մի փոքր աշխատավարձով այդ կինը կարողանար ընտանիքին պահել, այսինքն այդ մշակույթի տան տնօրենի պաշտոնը ավելի շատ սոցիալական խնդիր լուծող հաստիք էր դարձել, քան գյուղի մշակութային կյանքը ապահովող մի որտեղ ինքը մշակութային տունը իմ ընկալումը նաև քո հոդվածներ որ կարդում եի, դե պատկերացնում որ ինքը միայն
ասենք պրոպագանդայի բան չէր, որ այդտեղ հավաքվում են պրոպագանդում են։ Ինքը մի տեսակ այդ ամբողջ շրջանի մշակութային քաղաքականությունն էր մշակում, ամբողջ իր շուրջ էր էլի պատտվում։ Այո, իհարկե, եւ հետո այնտեղ տարբեր փուլեր անցել մշակույթի տունը, էլի, այսինքն եթե 30-ականներին ինքը շատ էր քաղաքական եւ գաղափարական քարոզների ու դասախոսությունների կենտրոն, ոնց որ 60-ականներին ինքը գիտաաթեիստական քարոզներ ես կամոթեմ։ Այո, գիտաաթեիստական քարոզները, բայց 60-ականներին ձնհալի ժամանակ մշակույթի տներում լիքը հետաքրքիր բաներ են տեղի ունենում։ Այս հատկապես այդպես ինտերվյուներից հիշողություններով, որ մարդիկ պատմում են, թե ինչպես օրինակ սկսում էին նվագել ռոք, ջազ, այսինքն այն ինչ որ այդ հիմնական կաղապարներից, շրջանակներից, սահմաններից դուրս է, սկսում էին ուրիշ թեմատիկ զրույցներ անել, ազգային մշակույթը եւ իմ կարծիքով նայեք, եթե մենք 30-ականներին խոսում ենք ձևով ազգային բովանդակությամբ սոցիալիստական մշակույթի, այս բանաձևը 60-ականներին փոխվում է, ավելի շատ սկսում է ձևով խորհրդայինը պահել եւ բովանդակությունը ազգայինը դնել, ու շատ սիրուն փոխվում է, դա շատ ակնհայտ է լինում, էլի, որովհետեւ եւ դրա յուրչակի գիրքն էլ է դրան այդ տեսությունն էլ է շատ լավ դա ցույց տալիս, երբ որ ասում են ֆորմաներն են կարևոր դառնում, այսինքն կարևորը ֆորման պահես, որ սովետական է, բայց բովանդակությունը ազգային դառնանք, ու այս առումով ձեր անցյալ ուրեմն ինտերվյուի ժամանակ Արեն Բալյանի հետ որ խոսում եք, շատ հետաքրքիր էր, որ նայեք, նույնիսկ ցեղասպանության այդ հուշահամալիրի կառուցումը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը եղավ Յակով Զարոբյանի այն նամակով ուղված Մոսկվային, ես իր նամակները արխիվից հանել եմ, որ խնդրում ենք թույլ տալ կառուցել հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, այսինքն ֆորման պահում ենք, որ սովետական է, որ մենք հայրենական պատերազմի զոհերի հիշատակին է նվիրված, բայց հետո կառուցում ենք Ծիծեռնակաբերդ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նոյեմբերի 29-ին եղավ խորհրդայնացման օրը արեցին, հենց բացումը, որպեսզի էլի կարողանան կապեն։ Այո, որտեղ ֆորման պահում ենք, բայց արդեն բովանդակությունը ազգային, չնայած երևի դրա պատճառով էլ Յակով Զարոբյանին ազատեցին աշխատանքից, բայց ամեն դեպքում այդ ձևը խորհրդային պահելը, իսկ բովանդակությունը ազգային դնելը։ Հա, եւ որ ձևի մասին ենք խոսում, հետաքրքիր մի ուրիշ բան մտքովս եկավ, որ հետաքրքիր էր բաները, չէ՞, հատուկ լեզու էր ի վերջո մշակույթային, այսինքն մարդիկ խոսում էին ինչ որ տերմին բառերով, որոնք չկային, հորինվում էին այդ բառերը, չէ՞։ Իհարկե, եւ այնտեղ լեզուն շատ հստակ տարբերվում է 30-ականների ու 60-ականների։ Օրինակ 30-ականներին շատ ենք օգտագործում կոմ բջիջներ, արթնացեք, սթափվեք, աշխատեք, յուղոտած բջիջներ, պետքա ձեզ բան անել, ոնց որ թարմացնել, կուլտուրական ֆրոնտ, այս տերմինները շատ են, հա, կուլտուրական հեղափոխություն անել, այդ հիմնական տերմինները շատ մենք տեսնում ենք նաև այդ կուլտուրական բառի հետ կապված, էլի, իսկ 60-ականներին մենք մի քիչ արդեն ավելի փոխվում է լեզուն, փոխվում է եւ ավելի ինստիտուցիոնալացվում է, որովհետեւ 60-ականներին արդեն ունենք կուլտուրայի մինիստրություն, բացվում է 53 թվականին բացվում է առաջին այսպես պետական Մոսկվայում կուլտուրայի մինիստրությունը, իսկ 55 թվականին Հայաստանում, խորհրդային Հայաստանում բացվում է խորհրդային Հայաստանի կուլտուրայի մինիստրությունը, որը իրականում ոնց որ մասնաճյուղ լիներ, որովհետև այստեղ ոչ թե որոշումներ էին կայացվում, այլ որոշումներ էին կատարվում Մոսկվայից եկող, չնայած որ էլի այստեղ եթե տեղում ֆորման պահում էին, բովանդակությունը լավ էլ փորձում էին փոխել ու այդ ազգային զարթոնքի բանով էր գնում, էլի փուլով էր գնում։ Իսկ 30-ականներին որ գանք Ստալինյան այդ բռնաճնշումները ոնց ազդեցին այդ ամբողջ process-ի վրա, այսինքն ինչ որ բան փոխեցին, թե հստակ, այսինքն Ստալինյան շրջանը լրիվ փոխեց 20-ականների հունը զարգացման։ Իսկ եթե մենք 20-ականներին արդեն խոսեցինք այդ խորհրդային մոդեռնիզմի մասին, մշակույթ մեկի մասին, համընդհանուր այսպես զարգացման ու արդիականացման տենդենսի մասին, մշակութային վերելքի, ազգային մշակույթների խրախուսման մասին եւ այլն, 30-ականներին արդեն մենք տեսնում ենք հստակ մշակույթի հորիզոնական ուղղահայաց զարգացում, մշակույթ
դուրսի գալուստն ենք տեսնում արդեն Պապերնի ասած, տեսնում ենք խիստ կենտրոնացված քաղաքականության ձևավորում, այսինքն մշակութային քաղաքականությունը կենտրոնացվում է եւ դա նաեւ ենթակառուցվածքների առումով արտահայտվում, որովհետեւ 32 թվականի Ստալինի հրամանով կազմալուծվում են մինչև այդ գոյություն ունեցող բոլոր միությունները մշակութային եւ իրենք սկսում են այսպես միավորվել 5 հիմնական ստեղծագործական միությունների մեջ՝ գրողների միությունա, կոմպոզիտորների, թատերական գործիչների, նկարիչների, հետագայում 2 միություն առաջանում ավելի ուշ լրագրողների եւ մոռացանք նշենք գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ, կոմպոզիտորների։ Այսինքն 7 ստեղծագործական միություններում մենք տեսնում ենք, որ ամբողջ մշակույթի դաշտը կենտրոնացվում է։ Ինչու, որովհետև այդպես հեշտ է լինում վերահսկել մտավորականների, մշակութային գործիչների աշխատանքը։ Գրող, եթե դու ուզում ես գրող լինել խորհրդային 30-ական թվականների, ուրեմն դու պետք է անպայման լինես գրողների միության անդամ։ Եթե ուզում ես լինես գրողների միության անդամ, դու անպայման պետք է փառավորես սոցիալիզմը, սոցիալիզմի ոճով ստեղծագործես, արդեն ունենաս ստեղծագործություններ, որտեղ դու գովերքում ես Լենին, Ստալին, մարքս-լենինիզմ եւ այլն։ Այսինքն բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի դու միայն ստեղծագործես այս հիմնական ուղենիշներով։ Եվ դրա համար նաեւ ստանում ես որոշակի բոնուսներ, չէ՞։ Իհարկե, ունես արտոնություններ։ Ամենակարևոր արտոնությունը դա օրինակ հանգստյան տներն է, արվեստանոցներն են, պայմաններն են, օրինակ նամակները, հա, որ գրում են ուրեմն կենտրոնական կոմիտեին, կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, որ խնդրում ենք այսինչին տրամադրել բնակարան, որովհետև ինքը այսինչ լավ ստեղծագործող է, այսինչ միության անդամ է եւ որպեսզի կարողանա աշխատի իրեն պետք են կենցաղային պայմանները բարելավել։ Խաչատրյանի նամակն եմ կարդացել եւ դա գրքում թատրոնի մասին գրքում ներառել եմ, այնտեղ ասում է ես նամակ է գրում եւ մշակութային գործիչների կենցաղային պայմանների բարելավման մասին եւ ասում է կառուցեք կենցաղի տուն, որտեղ բոլոր մշակույթի գործիչները անվճար կսպասարկվեն եւ դա ոնց որ կնպաստի, որ իրենք ավելի լավ ստեղծագործեն, ավելի շատ կենտրոնանան այդ սովետական ռեալիզմի վրա եւ սովետական մշակույթի ստեղծման վրա։ Այստեղ հստակ կապ կար այդ լոյալությունը եւ քաղաքականությունը։ Մենք լոյալ ենք եւ դրա դիմաց ստանում ենք արտոնություններ։ Այդ հանգստյան տները, ջերմուկ, չգիտեմ, Դիլիջանի, Ծաղկաձորի, այսօր էլ որ մենք տեսնում ենք, ու մենք տեսնում ենք ինչ շքեղություն ա եղել այն ժամանակվա համար։ Գրողների միության տունը Ծաղկաձորում, Շորժայում, նկարիչների միության եւ ես ինտերվյուների ընթացքում այսպեսի տենց բանավոր պատմություն եմ հավաքել, ասում է դե ամեն տարի հո չէր կարող Պապան նկարիչների միությունում հանգստանալ, իր ընկերոջ գրող էր, ընկերը փոխվում էին տներով, մեկը գնում էր Ծաղկաձոր, մյուսը Շորշա, ու սենց գոնե որ նկարիչ ես, բայց հանգստանաս գրողների միությունում եւ սենց հակառակը, ու բնականաբար այդ լուրջ նաեւ մշակութային միջավայր էր ստեղծում։ Եթե նայում եք այդ հանգստյան տները, իրենք լրիվ ճարտարապետական գլուխգործոցներ են ու ներսում ստեղծված պայմանները մտավորականների համար իրենց շատ ժամանակ ժողովներ էին անում, քննարկումներ եւ արդեն 70-ականներին շատ էին լինում այդ քննարկումների մեջ ավելի շատ ազգային թեմաներ ու հենց այդ ժողովներ, հենց այդ վայրերում էին լինում քննարկումները, բացի իհարկե սրճարանները, որոնք շատ կարևոր էին։ Իրանք ուզում էին վերջին հաշվով ստեղծել մի միջավայր, որտեղ կծնվի խորհրդային արվեստ, խորհրդային գրողներ կլինեն, խորհրդային, չգիտեմ, նկարիչներ կլինեն, բայց այնուամենայնիվ այդպես երևի ինչ որ չափով ստացվեց, բայց նաև ազգայիններ զարգանում էլի այդ տեղերում, իրենք դառնում էին ազգային մտքերի, գաղափարների, խոսակցությունների ինչ որ կենտրոն էին նաև դառնում։ Իհարկե, ոչ 30-ականներին, ամեն դեպքում հավաքած նյութերը 30-ականների մասին չկա այդպես, բայց 30-ականներին շատ ավելի խիստ էր եւ այնտեղ նույնիսկ
եթե առանց թույլտվության տպագրեին որևէ ամերիկյան հրատարակչությունում միանգամից ձերբակալում էին, ակսորում էին ու այնպես հեշտ չէր լինել, էլի խորհրդային մշակութային գործիչ, բայց այ 60-ականներին եւ 70-ականներին այո, իրենք դառնում են այն կենտրոնները, որտեղ սկսում են այդ ազգային մշակույթը ձևավորվել, թեմաներ քննարկել, որոնք խորհրդայինի սահմաններից դուրս են։ Ցեղասպանության թեման, հողերի վերադարձի խնդիրը, որը առաջին անգամ 60-ականներին սկսեցին բարձրացնել, եկեղեցիների վերաբացումը լինում 60-ականներից, քան թեմաները բավականին փոխվում են ու խորհրդայինի շրջաններից սկսում են դուրս գալ։ Հա, եւ նաեւ այստեղ չգիտեմ ինչ կանով է տեղեկություններս մանանում, բայց նաեւ սփյուռքահայ բաներ էին գալիս, չէ՞։ Եւ հայրենադարձություն, բացի հայրենադարձությունից մեր մոտ մի քիչ ավելի ազատ էր, ասենք Վիլյամ Սարոյանը կարող էր գալ Հայաստան եւ գալը մի տեսակ լրիվ միջավայր էր փոխում։ Իհարկե, մշակութային իրադարձություն էր դառնում։ Եվ նաև հետաքրքիր հայրենադարձների հարցը, որովհետև հայրենադարձները լուրջ մշակութային փոփոխություններ բերեցին եւ նոր դաշտ բացեցին այստեղ, այսինքն այնինչ որ մենք ունեինք, հայրենադարձներ իրենց հետ բերում են նոր մշակութային կոլորիտ ու խորհրդային իշխանությունը փորձում էր դա ինչ որ կերպ դնել էլի սահմանների մեջ։ Շատ էին հայրենադարձներին հետապնդում դրա համար, որ այս տեղում ստեղծված խորհրդային փակ համակարգը հանկարծ չքանդվի։ Հետաքրքիր է, որ ես մի քանի ինտերվյու ունեմ ինդուստրիալ քաղաքների հետ կապված ու ոնց էր մշակույթի պալատը ինդուստրիալ քաղաքներում դառնում այդ մշակութային խառնարանը, որտեղ մշակույթի պալատն էր հիմնականում այդ հայրենադարձների ռուս ընտանիքների, ուկրաինացիների, տեղացիների, մալականների այսպես մշակութային փոխառնչությունների կենտրոնը դառնում եւ այստեղ էլ պետքա ստեղծվեր այդ տարբեր մշակութային ուրեմն փոխառնչությունների արդյունքում խորհրդային մշակույթը ու մնար այդ շրջանակների մեջ։ Հա, եւ նաեւ շատ բաներ ի վերջո պատվերներ նաեւ վերևից էին գալիս։ Որովհետև ֆինանսավորումը չէ, ամբողջությամբ խորհրդային էր։ Հիմա ես ինչի եմ նման բաներ ասում, որովհետև մեր լսողները կարող է շատերը երիտասարդներ իրենք չեն պատկերացնում, որ ասենք դու իրավունք չունեիր այլ գումար բերեիր մշակույթը դա 100%-ով պետական մենաշնոր էր, այսինքն դու ուրիշ տեղից չէիր կարող այսօրվա ասածով հովանավոր ճարեիր եւ քո ինչ որ մշակույթային պրոդուկտը կարողանայիր արտադրեիր։ Իհարկե, եւ հենց դա է ամենամեծ պետական մշակութային քաղաքականության, այսպես կենտրոնացված պետական քաղաքականության ամենակարևոր բնորոշ գիծը ֆինանսավորումը այս դեպքում բացառապես պետության ձեռքին է։ Այսինքն մենք ստեղ գործ ենք ունենում մշակութային քաղաքականությունը որպես ճարտարապետ։ Ես ֆինանսավորում եմ, ես նախագծում եմ, ես իրականացնում եմ եւ ես էլ վերահսկում եմ։ Այսինքն այդ ֆիդբեքն էլ եմ ես գնահատում։ Այստեղ մենք կոնկրետ գործ ունենք այդ պետական կենտրոնացած մշակութային քաղաքականության հետ, որը արևմուտքի հետ հակադրության մեջ էր գտնվում։ Ֆիդբեք ասացնել տալիս էր, այսպես կուլտուրայի մինիստրությունը, չէ՞, ասել այդ խորհրդային տերմինաբանությամբ, հա։ Այսինքն իրենք են էլի մեր երիտասարդ ցերունդին եմ սամ ուզում ասեմ, որ բոլորովին պարտադիր չէր, կարևոր չէր, թե ինչ կասեն լայն մասսաները։ Կոպիտ ասած, եթե դու կարող էիր մի ֆիլմ նկարեիր, որը կինոթատրոններում շատ լավ հաջողություն ունենան շատ մարդիկ դիտեր, բայց շատ ավելի կարևոր էր, թե ինչ գնահատական կտային պետական մարմինները, չգիտեմ, կոմունիստական բաները, ինչ որ մարդիկ ովքեր գնահատում էին քո գործը եւ այլն, եւ դրա հետ կապված իհարկե շատ այսպես պատմություններ կան, որ շատ գործեր, որոնք հետագայում, չգիտեմ, կարող է տարիներով մնային փակի տակ, մարդիկ աշխատեին, գումարներ ծախսվեին, հսկայական գումար պետությունը ծախսեր դրան նկարելու համար, բայց նա երբևիցե չցուցադրվեր, որովհետեւ ինչ որ մեկը այդ մշակույթի նախարարությունում կամ այսօր մեր տերմինաբանությամբ կամ կուլտուրայի մինիստրությունում համարել, որ այնտեղ կան ոչ այդքան հարիր բաներ։ Իհարկե, այսինքն այդտեղ կար պետպատվերի միջոցով զարգացող մշակույթ եւ եթե նույնիսկ պետպատվեր չկար եւ սեփական նախագիծեր, պրոյեկտեր, դա լիներ ճարտարապետություն, նկար, թե ֆիլմ, ոնց որ դուք եք ասում, դա անպայման պետքա հաստատվեր կուլտուրայի մինիստրությունում։ Այսինքն
ընկերների խորհրդում եւ եթե խորհուրդը չտար դրական կարծիք դու ուղղակի չէիր կարող տպել որովհետեւ մասնավոր գործունեություն չես կարող իրականացնել այդ 20-ականներից սկսվեց այդ մասնավոր դաշտի կամած փակումը 30-ականներին ավելի խիստ էր եւ ընդհանրապես մասնավոր գործունեության մասին չէր կարելի խոսել մի փոքր արդեն 60-70-ականներին տեսնում ենք այդ տարբեր դիսիդենտական շարժումներ ոչ Հայաստանում այդքան շատ չեն եղել այդպես ավելի շատ Ռուսաստանին է բնորոշ մեզ մոտ դիսիդենտական շարժումներ 60-ականներին բացահայտ չէ էլի ասենք մշակույթի տանը երեկոյան 6-ից հետո ռոք նվագելը չեմ կարծում կարելի է համարել այդ դիսիդենտական բան դա ավելի շատ ինչ որ ազատության յուրովի ընկալումներ այդպիսի հստակ բաներ մեր մոտ մի քիչ ուրիշ էր մեր մոտ այդ ազգային շարժումներն էին այդ այսպես ազգայնական այսպես ասենք ընդհատակյա շարժումներն էին որոնք ես նույնիսկ խոսել եմ այդ մարդկանց հետ ովքեր այդ շարժման մեջ էին օրինակ իրենք միշտ նեղանում են որ իրանց ասում են իրանք այլախոհ էին, այլախոհական։ Իրանք ասում են, չէ, մենք խորհրդամիության դեմ էինք։ Այլախոհն դա այն է, որ էլի խորհրդամիության կողմ է, բայց մի քիչ այլ ձևի է տեսնում զարգացումը դրա համար։ Հա, եւ նաեւ ուրիշ բաներ եմ ուզում ասել, դրա շարունակությունը, այդ մշակութային քաղաքականությունը, որպեսզի նաեւ մեր լսողներին པարզ դառնա, երիտասարդներն ավելի շատ, որ նույնիսկ հստակ պլանավորում կար, որ պետք էր ամեն տարի նկարել, չգիտեմ, 5 ֆիլմ կոլտնտեսությունների մասին, 5 ֆիլմ, չգիտեմ, գյուղում պետք է տեղի ունենար իրադարձությունները, 10 ֆիլմ պետք է ինչ-որ կապված լիներ, չգիտեմ, օտարերկրյա, չգիտեմ, լրտեսների դեմ պայքարին, այսինքն հստակ նույնիսկ պլանավորում կար գաղափարական, դե ինչի մասին պետք է լինեն այս ֆիլմերը կամ պլանային քաղաքականություն, պլանային քաղաքականությունը օրինակ համագումարին ընթառաջ, հա, վերցնենք 8-րդ համագումարին ընթառաջ 34 թվականին, ինչ մենք պետք է անենք, 8-րդ համագումարը օրինակ տեղի ունեցավ, որոշումներն ընդունվեցին, որ պետքա մենք կուլտուրական ֆրոնտում հետ ենք մնում, մենք պետք է անպայման ավելի շատ աշխատենք, դրա համար բոլոր բջիջները լցվում էին այդ համագումարի որոշումների կայացմանը եւ որպես ոնց որ պատասխան ու որպես արդյունք պետքա լիներ ստուգատեսներից հետո էլ ստուգատեսներն էլ թույլ էին տալիս արագ-արագ այդ պլանային աշխատանքները ինչ որ կատարվել է անել ձեր ասածով պլանավորել ենք չգիտեմ 5 ֆիլմ գյուղի մասին դա պետքա նկարվեր պետք է նկարվեր սոցիալիզմի ինչքան լավ է զարգանում գյուղը ինչքան բարեկեցիկ է ապրում սա շատ կարևոր է որ այդ կենցաղային պայմաններն էին ամենաշատը կարևորվում այսինքն կարևոր չի դու սովետական ռեալիզմի մեջ ապրելը ենթադրում էր լավ բարեկեցիկ պայմաններում ապրել եւ կուլտուրապես լավ ապրել իսկ դա ուներ իր օրենքները օրինակ դու ունես տուն դու կառուցում ես տուն դու կենցաղդ ես բարելավում քո աշխատանքի շնորհիվ դու այսքան ավել կիլոգրամ ցորեն ես ստացել որը վերածել ես փոխել ես ինչի հետ այսինքն դա գրանցվում էր որպես սովետական միության ձեռքբերումը որ սովետական քաղաքացին բարելավում է իր կյանքը եւ աշխարհիկ կյանքն ներկայացվում 30-ականներին արդեն էլ եկեղեցական հոգեվոր գործունեությունը ընդհանրապես դադարեցվում է հետապնդվում է ու այդ եկեղեցիների մի մասն էլ դառնում են մշակույթի տներ, որ հանկարծ դառնում են պահեստներ, լավագույն դեպքում գոմեր, նույնիսկ լավագույն դեպքում մշակույթի հա, այդ լավագույն դեպքներ, ճիշտ է։ Իդեպ այստեղ նույնիսկ ինձ թվում է եկեղեցու շենքը պահելու տեղական մեխանիզմ էր դա, որ եթե որպեսի չռմբակոծեն, չքանդեն շենքը, ապա ավելի լավ ավելի լավ է վերածենք թանգարանի կամ մշակույթի տան։ Հետո հետագայում մենք տեսնում ենք 90-ականներին էլի այդ մշակույթի տները, որոնք եկեղեցի էին եղել, նորից վերադառնում են իրենց առաջին այդ recycling-ը անընդհատ լինում է։ Եվ ֆունկցիոնալ առումով էլ գիտեք, շատ դեպքերում օրինակ ես շատ եմ նմանացնում մշակույթի տան ու եկեղեցու գործունեությունը ֆունկցիոնալ առումով, որպես մարդկանց հավաքատեղի, ասենք եկեղեցում էլ են հավաքվում երազ պատմում, մշակույթի տանն էլ էին հավաքվում իրար երազները պատմում կամ կիսվում քննարկումներ անում զբաղվածությունը մշակութային զարգացումը այնտեղ հոգևորը է այստեղ մշակութային այսինքն եւ դրա համար շատ դեպքերում լանդշաֆտի առումով էլ նույնն էր եթե նույնիսկ եկեղեցին չէր դառնում մշակույթի տուն ապա մշակույթի տունը հիմնականում կառուցվում էր այդպես կենտրոնական տարածքում որպիսի դառնա այդ հավաքատեղին ժողովրդի համար հիմնական այսպես համայնական համայնքային մշակութային կյանքի կենտրոնը ես իմ բանից պատմեմ ես որ այսպես երեխա էի հիշում եմ օրինակ մեր տան մոտ Գյումրիում Սուրբ Նշան եկեղեցին է
որ այն ժամանակ թատրոն էր, այսինքն թատերական, ես այնտեղ գնացել եմ թատերական ներկայացումներ եմ նայել։ Այսինքն ինքը այդպես այնտեղ բեմ էին կառուցել եւ մենք այսպես երեխաներով կարող է գնանք, ընտանիքով կարող է գնանք, նստենք եւ այնտեղ թատերական ներկայացում նայենք։ Բայց հետո հետխորհրդային շրջանում ինքը էլի վերափոխվեց եւ նորից եկեղեցի դարձավ, այսինքն Եվ հետաքրքիր է մարդիկ գնացին, այդ գնում են։ Այո, գնում են։ Ես մի նյութ ունեմ հավաքած, որ պապիկի հետ է ինտերվյու անում Արցախում էլի, Մեջշենում, ու այնտեղ եկեղեցին վերածվել էր գյուղի կլուբի, դե ասում են գյուղի կլուբ։ Ու ասում է հետո նորից 90-ականներին վերածվել էր եկեղեցու ու հարցնում եմ, ասում եմ դուք գնում եք այդ եկեղեցին, ասում է աղջիկ ջան, ես ոնց գնամ այդտեղ գնաց հնդկական կինո եմ նայել, այսինքն իր հիշողությունը ավելի շատ կապվում է այդ 80-ականների իր մշակութային գործունեության հետ ու հիմա ավելի շատ եկեղեցին Սարի գլխի Սուրբ Ռիփսիմեն էր, ավելի շատ նա էր ընդունում որպես եկեղեցի ու հոգևոր կենտրոն, քան նորից այն մշակույթի տունը, որտեղ ինքը հնդկական ֆիլմը սովորել նայել, այդ հետաքրքիր է ոնց է։ Մարդկայինորեն հասկանալի է լրիվ, այո, նոր սերունդները կարող է, ասենք, ուրիշ ընկալում ունենային, բայց իր հիշողությունը այդ երիտասարդական տարիներին, որ ինքը այնտեղ հնդկական ֆիլմ է նայել, ու այս դեպքում արդեն եկեղեցու վերածումը ինքը չի կարողանում դա համադրել, էլի։ Մի հարց էլ կա, որ կուզենայի խոսել, այդ մշակութային էլիտայի ստեղծում։ Ի վերջո խորհրդային միությունը կերպարներ ստեղծեց, չէ՞, որոնք շատ ավելի ընդունելի են իր համար, Հայաստանում մենք այդ process-ը տեսնում ենք, թե չէ։ Իհարկե տեսնում ենք, բայց նայեք, այստեղ խորհրդային ինտելիգենցիան 20-ականներին ու 30-ականներին տարբեր էին։ 20-ականներին ավելի շատ այսպես հին ինտելիգենցիան էր հավաքվում ու այսպես խորհրդային Հայաստանից տարբեր կոչեր էին լինում, ամեն մեկ իր ոլորտից կոչ էր անում, որ եկեք վերադարձեք, զարգ տանք կուլտուրական շինարարությանը, դուք պետք եք ձեր երկրին, օրինակ ես հիշում եմ այդ Իսահակ Ալիխանյանի նամակը, որ կոչ էր բոլոր թատերական գործիչներին, որ վերադարձեք եւ ձեր երկիրը ձեր կարիքն ունի, այստեղ լավ է, մենք պետք է զարգ տանք կուլտուրական շինարարությանը, նույնը անում էին կոմպոզիտորները, նույնը անում էին գրողները եւ այսպես բոլոր նրանք, ովքեր ապրում էին բուն այսպես խորհրդային Հայաստանից դուրս, հրավիրվում էին խորհրդային Հայաստան, որպեսզի ստեղծենք այս օգնենք մեր նոր պետությանը, որպեսզի կարողանա զարգանալ։ Իսկ արդեն 30-ական թվականներին տեսնում ենք պրոլետար կոնկրետ խորհրդային ինտելիգենցիայի ձևավորման հայտը եւ այն հին ինտելիգենցիան, որը չէր տեղավորվում այս նոր շրջանակների մեջ, իրենք ուղղակի աքսորվում էին, ձերբակալվում էին ամենատարբեր այսպես բաներով, մեղադրանքներով, հա, օրինակ Աքսել Բակունցը, Եղիշե Չարենցը, շատ են նրանք, ովքեր ազգային մտածողությունը շատ էր խանգարում խորհրդային մտածողությանը եւ չէին կարողանում համատեղել եւ այդ շրջանակների մեջ տեղավորվել կամ գոնե խորհրդային իշխանությունների համար իրենք ինչ որ առումով վտանգ էին ազգային մտածողության եւ ազգային շարժում սկսելու առումով, իրենք ուղղակի լիկվիդացվում էին, դուրս էին արվում եւ սկսում էր այդ նոր պատվերը, ով պետքա լինի սովետական գրողը եւ դրա համար ստեղծվեցին ստեղծագործական միությունները, որովհետեւ իրենք պատվեր էին տալիս, եթե դու համապատասխանում ես, ուրեմն դու կարող ես ընդգրկվել ու դառնալ այդ միության անդամը, շարունակել աշխատել, շարունակել ստեղծագործել, բայց պետք է այս չափանիշներին համապատասխանես։ Եվ այսպես սկսում է հին ինտելիգենցիայի ադապտացիա, կարող ենք ասել, եւ նոր ինտելիգենցիայի ստեղծում, որը ամբողջովին արտահայտում է այդ սովետական գաղափարախոսությունը։ Եվ իհարկե ունենք նաեւ այդ ադապտացիայի դեպքում տարբեր, օրինակ ովքեր ձերբակալվում են, աքսորվում են կամ ուղակի չեն տեղավորվում, կամ ուղակի մեկը մյուսի վրա նամակ ագրում, գործագրում, հա, Զարյանի նամակները Բակունցի վրա, բոլորի վրա ինձ թվում է ինքը գրել է չքի տարբեր ներքին կոմբաներից դրտված, բարդույթներից դրտված, բայց ամեն դեպքում դա նաև միջոց էր ուղակի մեկը մյուսի դեմ աշխատելու։ Ես չեմ հիշում որտեղ եմ կարդացել արխիվային նյութեր, թե ինչ որ միտեղ մեկ խառնվում է, որ շատ բան է սկսում կարդալ
կարդալ ոնց եղավ այդ գործ տալու մշակույթը էլի Ստալինյան շրջանում, ոնց սկսվեց, որ մի կին գրում է Ստալինին, որ քո անձնական բժիշկ ուզում է քեզ թունավորի, ու բժշկին դատում են, ու այս կնոջը բացահայտ խրախուսում են, այսինքն մեդալ են տալիս, գովում են, ու այստեղ ցույց է տրվում, թե այդ գործ տալը ոնց է խրախուսվում, ինքը դառնում է նախադեպ, որ արդեն ամեն մեկը մյուսի վրա սկսում է ինչ-որ մեղադրանքներ գրել տարբեր խնդիրներով, շատ դեպքերում նաև այդ մեղադրանքները անհիմն էին, առանց ինչ-որ պայմանի, բայց դա դառնում է այդ մշակույթը միջավայրն է թելադրում, այո, միջավայր է ձևավորում, որ դու կարող ես նաև այս ճանապարհով հասնես քո ուզածին կամ այս միջոցով, երբեմն դրանք ուղղակի սարքվում էին այդ գործերը, ու նույնիսկ ամենախնդիրն այն է, որ մենք այդ ստալինյան բռնաճնշումների մասին հետ խորհրդային ընկալում էլ չունենք լավ, այսինքն մեր շատ ժամանակ մենք ընկալում ենք, որ այդ դա սխալ գործ էր, չենք էլ ասում, որ դա ուղղակի աբսուրդ էր, դա այդ միջավայրն էր այդպիսի, այնտեղ ճիշտ ու սխալ գործեր չկային, դա այդպիսի բան էր, օրինակ այս վերջում լույս տեսավ չմատնող կանայք գիրքը, չմատնող կանայք, այսինքն այն կանայք էին ձերբակալվել, աքսորվել, ովքեր չեն մատնել իրենց ամուսիններին, այսինքն սա ուղղակի աբսուրդի է հասնում, էլի դա, եւ այսինքն մարդկային նորմալ պահվածքը դառնում էր հերոսական, էլի, այսինքն այն ինչ որ դու հերոսի կերպարներ, սովետական հերոսի, սովետական ճիշտ քաղաքացու, այսպես ասեմ, կերպարներ ստեղծվում այդ գործ տալով, գրելով եւ այլն։ Բայց ես միջայլոց Տիկին Խարատյանի հետ, Տիկին Հրանուշ Խարատյանի հետ, որ եթեր ունեցանք, ինքը ասաց, որ ի պատիվ մեզ Հայաստանում համամասնորեն այդքան բարձր չի եղել, այդ Դանոսի բանի ինստիտուտը այդքան զարգացած չի եղել, ասենք այլ վայրերում խորհրդային միության շատ ավելի համատարած են եղել։ Մեր մոտ էլ է եղել իհարկե, այդպես չի որ չի եղել, բայց ասեմ ասեմ մեր մոտ ոնց որ ինչ որ բաներ, չափորոշիչներ այնուամենայնիվ աշխատել են պատիվ մեզ, այո, հա, ինչ որ բան։ Բայց ամեն դեպքում այդ սովետական քաղաքականությունը, մշակութային քաղաքականությունը ինքը նաև ձևավորում էր այդ հերոսներին, օրինակ։ Այո, միջավայրը հենց դա էր։ Բանվորական hero of labor, ես մի լավ գործընկերուհի ունեմ, Տեա Կամուշաձեն վրացի, ինքը գրել է հենց այդ բանվորական հերոսների մասին եւ ցույց էր տալիս, որ այս բանվորական հերոսը ինչքան իրականում ստեղծված կերպար էր, որ խորհրդային միության փլուզումից հետո ինքը ուղղակի ոչինչ էր։ Այսինքն խորհրդային միությունում ինքը ընտրվում է որպես բանվորական հերոս, իրեն տալիս են ինքը ունի падավատ, հա, մեքենա, որ իրան տանում բերում էր, ինքը ունի աշխատասենյակ, ու սա դառնում էր մոդել, որպեսզի մյուս բանվորները ավելի ինտենսիվ աշխատեն, լավ աշխատեն, որ մենք մի օր կհայտնվենք, չգիտեմ, ինքեր Վլադիմիրի դիրքում, մենք էլ կդառնանք բանվորական հերոսի կոչում կունենանք եւ այդ տեսեք մեքենա կունենանք, տուն կունենանք եւ այլն, եւ Տեան իր հոդվածներից մեկում ցույց է տալիս, որ 90-ականներին այս բանվորական հերոսը, որ թվում է թե ամեն ինչ ուներ, խորհրդային միությունը փլուզվեց ու հիմա ինքը ոչինչ չունի։ Այսինքն նույնիսկ մի վառարան չունի, ոչ մի բան չունի, որ կարողանա 90-ականներին ապրի։ Ու շատ մարդկանց կյանքեր այդպես փլուզվեցին, որովհետև աշխարհը այնպես էր կառուցված, որ լիքը մարդիկ իրենց կերպարները ձևավորել էին հենց այդ կայսրությունում ապրելու համար։ Ու երբ որ չկա այդ խորհրդային միությունը, իրենց կյանքն էլ արդեն որևէ արժեք, որևէ հմտություն այս նոր համակարգում ձևավորվելու համար չկա եւ շատ մարդկանց կյանքը ուղղակի այդպես փլուզվեց խորհրդային միության հետ միասին։ Ես հիմա մի գրքի վրա եմ աշխատում, չգիտեմ երբևէ դա լույս կտեսնի թե չէ, որովհետեւ շատ անձնական է, փորձում եմ ցույց տալ սովետական կնոջ կերպարը, ինչպես էր աշխատում, ինչպես էր փորձում այդ գործարանային կյանքում, կենցաղը, ընտանիքը, երեխաներ, սովետական այդ ինչ էր նշանակում լաբորատորիայի վարիչ լինել եւ այլն, ու ինչ եղավ, երբ որ խորհրդային միությունը փլուզվեց ու այդ գործարանը փակվեց, ինքը որպես կերպար ինչ եղավ, ու ինչպես այդ կյանքը 90-ականներին շատ մարդկանց համար դադարեց, որովհետեւ մեծ մասը չկարողացան ադապտացվել նոր համակարգին, նոր մարտահրավերներին, Հայաստանում ընդհանրապես իրավիճակը շատ ավելի բարդ էր, միայն խորհրդային միության փլուզումը չէր, այլ երկրաշարժը, պատերազմը, այդ ամբողջը միասին բերեց լրիվ այսպես 90-ականների խորը ճգնաժամ, որ մինչև հիմա երևի փորձում ենք դուրս գալ։ Երբ որ խոսում ենք նաև մշակութային քաղաքականության մասին, մի փոքր ակնարկ արեցինք սկզբից, բայց չխորացանք, կուզենայի մի երկու խոսք դրա մասին ասենք, երբ որ
ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների մեջ գնում էր համահարտեցման մի տեսակ այսպես քաղաքականություն, երբ որ մշակութապես պետք է հավասար մշակույթներ ունենային, անկախ նրանից թե ի վերջո քո մշակույթը ավելի բարձր մակարդակի վրա եղել, չգիտեմ, քո ընդհանուր այս քո որ ազգային զարգացվածության մակարդակը ավելի բարձր աստիճանի վրա էր գտնվել, քո պատմությունը ավելի հին էր, այդ ամեն ինչը բոլորը հարթեցվում էր եւ ոչ թե հարթեցվում էր, սխալ բառ եմ օգտվում, հավասարեցվում էր, այսինքն եթե դու ապրում ես մի տարածաշրջանում, օրինակ հայերը, վրացիները եւ ադրբեջանցիները պետք է ունենային նույնանման ինչ որ պատմական ընթացք ծագեին գրեթե համեմատաբար այսինքն նույն ժամանակահատվածում իրենց էթնոսը պետք է ձևավորված լիներ գրեթե նույն պայմաններում եւ զարգացումը պետք է նույն ձևի լիներ կուզեի մի քիչ դրա մասին խոսել որովհետեւ ստեղ մենք տեսնում ենք շատ ծանր մի աշխատանք գործ շատ դեպքում անիրագործելի որովհետեւ խորհրդային միությունը մենք գիտենք որ ստեղծեց ազգեր ստեղծեց տարբեր այսպես խմբերից ստեղծեց ազգեր, դրանց մեջ եւ ադրբեջանցիներն են, չգիտեմ, եւ ղազախներն են, եւ ղրղզներն են եւ այլն, եւ շատ այլ Ռուսաստանում նաեւ ապրող շատ այսպես խմբեր, որոնք ստացան ազգության, այսպես կարգավիճակ, ինչպես էր աշխատում այդ բանը, այդ առասպելաստեղծման գործընթացը։ Ինքը բավականին ձեր բարձրացրած հարցը շատ բարդ է, որովհետև ինքը լրիվ ինքնությունների ինքնությունների քաղաքականություն էր, որ ով ես դու, սահմանի ով եմ ես։ Այն ազգությունները, որոնք արդեն ունեին այդ ով եմ ես հարցի պատասխան, իրենց համար դա հեշտ էր, այսինքն տենց խնդիր չուներ self identification-ի, իհարկե, այսինքն ունես պատմություն, ունես արդեն բոլոր ռեսուրսները, արժեքները, ստեղծված պատմությունները, նարատիվները եւ այլն, բայց այդ նոր ձևավորվող ազգությունների համար խնդիր էր ինքնություն ձևավորելու համար մարտահրավեր էր, իսկ դու պետք է լեգիտիմացնես դու ինչու ես կոչվում օրինակ այդ անունը, էթնոանունը, էթնիկ անունը, ինչու այդ տարածքը եւ այլն եւ պետք էր ստեղծվեին այդ պատմական նարատիվները, հորինվեին, այստեղ կարելի ասել այդ invented traditions-ն գալիս, որ պետքա հորինվեն եւ շատ դեպքերում եթե այդ ռեսուրսը չկա հորինելու, սկսում ես յուրացնել կողքից, որ այստեղ եմ, ստեղ ես ինքնությունների կողմնորոշում է Ադրբեջանը, հիմա մենք շատ ենք խոսում Ադրբեջանի ինքնության մասին, այդ Ադրբեջանի ինքնությունը այդ փուլերով է անցել, շատ տարբեր է, 20-ականներին մարական ինքնությունները ավելի ակտուալ, հետո գալիս է Կովկասյան աղվանքի ինքնությունը, որ մեր նախնիները Կովկասյան աղվաններն են եւ այդ թողաջառանգությունը մերն է, հետո թուրքական ինքնությունն է դառնում ակտուալ, ու ամեն փուլի, հա, ամեն այդ մարտահրավերին ով եմ ես, կարիք կար այդ ինքնությունը նորից վերասահմանելու եւ այդ նարատիվները ստեղծելու, ինչ որ հորինելու խնդիրներ ստեղծվում առաջ գալիս։ Եվ այս առումով մենք մի հոդված ունենք իմ գործընկերների հետ, Նժդեհ Երանյանի եւ Համազաս Բաբրահամյանի, երբ պատմության թանգարանի այդ արխիվներից մեկում հանդիպում ենք մի նամակի, որը 50-ական թվականներին է, 53 թվականին է կարծեմ, նամակ Ադրբեջանի ազգային ակադեմիայից, որ խնդրում ենք Հայաստանի ազգային ակադեմիային տրամադրել մեզ նյութեր նեոլիթյան շրջանից, որովհետև մենք պետք է ներկայացնենք Ադրբեջանի մշակույթը նեոլիթյան շրջանում։ Ամենահետաքրքիրն այն է, որ այստեղ դա զարմանք չի առաջացնում, խուճապ չի առաջացնում, դե հա մեր հարևաններն են կտանք էլի, ու գնում ան նամակ կարող Դարյանի պատմության թանգարանի անունից նամակա գնում, որ մենք հիմա պեղումների մեջ ենք, մի քիչ խառնենք, ոնց որ մի քիչ հանդարտվի հնագետ, ոնց որ հետ գան պեղումները նայենք, կուղարկենք այդ նյութերը։ Հետո գալիս է էլի երկրորդ նամակը, այսպես նամակագրություն է գնում, որ մենք պետքա ներկայացնենք, խնդրում ենք օգնեք։ Այս այդ նույն խնդիրն է, որ մենք էլ ենք պերիֆերիա, մենք ձեզ հավասար ենք, մենք պետքա նեոլիթյան շրջանը մեր ներկայացնենք, մի քիչ նյութեր տվեք մեզ, ինչ որ դուք գտել եք ու ունեք, դե Հայաստանն էլ հնագիտական նյութերով հարուստ ու հնագիտությունը ինձ թվում է մեր ամենակարևոր զենքերից մեկն է մեր մշակութային ինքնության մեջ ու այս նամակը այս մի նամակի շուրջ մենք կառուցում ենք այդ հոդվածը ցույց տալու համար որ այդ ազգային ինքնությունների ձևավորումը այդ neighborhood policy ասված իրականում ոնց էր աշխատում ոնց էր այդ հարևանային քաղաքականությունը գնում ինչպես էին հանգիստ իրարից նյութեր իրարից չէ այսինքն այս դեպքում կոնկրետ Ադրբեջանը Հայաստանից նյութեր խնդրում որ ինքը ինչ որ չեղած այդ ժամանակ
տարածաշրջանի մասին ցուցահանդես կազմակերպի։ Սա ցույց է տալիս այդ ձեր ասած ազգային ինքնությունների ձևավորման խորհրդային քաղաքականությունը, որ դուք հավասար եք եւ մեծ եղբայրը այստեղ հստակ դառնում է թելադրողի դերում, որ դուք ձեր տեղում եղեք, կիսվեք, ասա արեք, նա արեք։ Նույնը լինում էր նույնիսկ եթե վերցնենք մեկ պետության ներսում մարզերի առումով, հա, նայեք այդ գավառային թանգարանների նմանատիպ նույն ոճի թանգարանների բացումը եւս այդ նույն քաղաքականության արդյունքն է, որ կապ չունի դու Սյունիքում ես, թե Տավուշում ես, թե Գեղարքունիքում ես, որ մարզում ես, դու նույն թանգարանն ես մտնում, նույն նյութերով գրեթե։ Օրինակ այդպիսի մի նյութ եմ հանդիպել, որ երբ որ բացում է Սիսիանի թանգարանը, բացում է Գորիսում թանգարան, նյութերը հավասար կիսում են, որ երկուսն էլ թանգարանում նյութեր ունենան, որտեղ մենք հստակ տեսնում ենք, որ կարևոր չի, որ այդ տարածքինը յուրահատուկ, այլ պետք է անպայման բոլորը ունենան։ Նամակներից մեկում էլ 30-ականներին ասում է Սևանում չկա թանգարան, շտապ հրահանգում ենք բացել գավառային թանգարան, որովհետև դա դառնում էր այդ զարգացվածության, այդ սովետական կուլտուրականության ցուցիչներից մեկը, որ պարտադիր պետք է ունենաս թանգարան։ Դպրոցը պարտադիր պետք է ունենա թանգարան, փոքր անկյուն։ Այսինքն այս մոտեցումները այդ նույն քաղաքականության արդյունքում է, այսինքն եւ մի պետության ներսում է սկսում պերիֆերիան նույն կերպ զարգանալ եւ ամբողջ կայսրության ներսում սկսում են բոլոր պետությունները նմանատիպ զարգանալ։ Մեր շատ սիրելի Ռիփսիմե Պիկիչյանն էլ իր հետ ինտերվյուի ժամանակ ինքը ասաց, որ 60-50-ականներին Հայաստանի ուրեմն երաժշտական գործիչներ ստեղծողները հատուկ ուղղորդվում էին Ղազախստան, որպեսզի այնտեղ ստեղծեն ղազախական ազգային նվագարան, այսինքն հայ նվագարանի երաժշտական գործիչներ պատրաստողները, վարպետները գնում էին, այն էլ ասում է երկրորդական բանի մակարդակի, էլի ոչ տենց հայտնիները, այլ տենց երկրորդական ուղարկվում են Ղազախստան, որովհետև այնտեղից հրաման կար, որ եկեք ստեղծեք մեր ազգային երաժշտական գործիքները։ Շատ հետաքրքիր է։ Ընդհանրապես այդ թեման, այդ մշակութային քաղաքականության թեման ֆանտաստիկ հետաքրքիր է, ու մենք մեր շատ դեպքերում նաև այդ խնդրեմը մեր դպրոցական դասագրքերից է գալիս, էլի։ Մենք դասագրքերով միշտ կենտրոնանում ենք հիմնականում քաղաքական պատմության վրա, չզգալով, չհասկանալով, որ իրականում քաղաքականությունը շատ դեպքերում հենց այդ մշակութային քաղաքականության ազդեցության տակ է ծնվում, ձևավորվում եւ շատ բաներ, որոնք մենք շատ քաղաքական զարգացումներ, որոնք մենք այսպես պատկերացնում ենք որպես ինքնաբավ ինչ-որ մի երևույթներ, իրականում դրանք այդ մշակութային ֆոնի ազդեցության տակ կատարված բաներ են։ Եվ մենք որ նոր ենք սկսում խոսել, ես ասացի է, չէ, որ ի վերջո այսօրվա Հայաստանը դա հենց խորհրդային շատ դեպքերում դեռ խորհրդային մշակութային քաղաքականությունից մնացած բաներ է, չէ, մոդել է, ճիշտ եմ պատկերացնում։ Այնտեղ մի քիչ այլ է, եթե մենք փորձենք այդ անկախացումից հետո տեսնենք ինչ եղավ 90-ական թվականները Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանում մի քիչ ավելի ուրիշ էր, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր մշակույթը դարձնել ավելի ինքնաբավ համակարգ, երբեմն դա կարելի է համատել Բարձի Թողի վիճակի հետ, բայց դա ավելի շատ մոտեցում էր, որ մշակույթը պետք չի մշակույթին շատ հոգ տանել, ինքը պետք է լինի ինքնաբավ, ինքի իրենով ոնց որ ավելի լիբերալ դեմոկրատական մոդել էր փորձում բերել հենց մշակույթի դաշտում։ Ես տենց մի հոդված ունեմ 3 նախագահ, 3 մշակութային քաղաքականությունը, փորձում եմ ցույց տալ ոնց է լիդերը իր մշակութային ընկալումները թելադրում քաղաքականության համակարգի վրա, եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի շրջանը, որ համեմատում ես, տարբերությունը շատ լավ երևում է։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը ավելի շատ հեռացնում էր այս մշակույթը իրենից ու քաղաքական համակարգից, թողնելով, որ այդ ինստիտուտները իրենք աշխատեն, իրենք մշակեն, դրա համար ձևավորվում են արդեն մշակութային քաղաքականություններ, որ պետքա կոնկրետ մարզերը իրենց քաղաքականություն ունենան եւ վարեն, չնայած 90-ականները շատ բարդ շրջան էր, նորից այդ աղքատությունը դեռևս թույլ չէր տալիս, որ մշակույթ մտածենք, մշակույթի մասին հոգ տանենք եւ այլն, այդ խնդիրներ կար, բայց 2000-ական թվականներին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հստակ մենք տեսնում ենք կրկին պետական մշակութային քաղաքականություն, հստակ պետական պատվերի միջոցով, տեսնում ենք ոնց է մշակույթը մոտենում քաղաքականությանը ու ավելի դառնում է այսպես 2000-ականներին եւ օրենքների ընդունման առումով
առումով եւ արտաքին մշակութային քաղաքականության առումով եւ նաեւ ներքին մշակութային քաղաքականության մեջ հստակ տեսնում ենք այդ կենտրոնացված մոտեցումը, նորից պետությունը դառնում է մշակույթի այսպես ֆինանսավորողն ու հովանավորը, չնայած կողքից արդեն հասարակական կազմակերպություններ կան, իրավիճակը ուրիշ է, բայց ամեն դեպքում այդ շրջանում նորից պետական մոդելի վերաձևակերպում է լինում։ Հետո արդեն 2010-ականներին մի քիչ կարելի ասել Անդրեաս Վիզանդի այդ խառը մոդելն է գալիս, երբ որ ունենք պետական մոդել, բայց մասնավորը սկսում է ակտիվանալ, կարող ենք նույնիսկ խոսել այդ կղզյակային մշակութային քաղաքականությունների մասին, որտեղ հիմնադրամներ են բացվում, հիմնադրամներ իրենց մշակութային ծրագրերն են անում, որը շատ ժամանակ պետությունը նույնիսկ տեղյակ չէր ով ինչ է անում, այսինքն կար այս խառը մոդելը, իսկ Թավշյա հեղափոխությունից հետո լրիվ մի ուրիշ թեմա է բացվում, որտեղ էլի տեսնում ենք, որ քաղաքական լիդերը ինքը դառնում է մշակութային քաղաքական թելադրողը ու այսպես սոցիալական որոշ առումով նաև իր անձնական մշակույթի մասին ընկալումը դառնում է քաղաքականության այսպես ցուցիչ։ Ես ինձ շատ կարճ փորձեցի բանանել։ Հետաքրքիր, բայց նաև մենք քաղաքական գործիչներից ենք խոսում, բայց իրենք մշակույթում գտնվող մարդիկ են դեռ մնում են հին խորհրդային մտածողությամբ, որ շատ դեպքերում վատ ֆրազ եմ ասում, բայց նայում են պետության ձեռքին եւ չգիտեմ այն դեպքում երբ որ երևի թե ավելի շատ պետք է իրենք պետքա ձգտեին այդ ազատությունը ձեռք բերեին եւ հնարավորություն ունենային։ Այո, եթե մենք դա նայենք ստեղծագործական միությունների օրինակով, ոնց են իրենք իրականում փորձում շարունակել մնալ, շարունակել իրենց պետական ստատուսը, չնայած իրենք հիմա հասարակական կազմակերպություն են գրանցված, բայց այդ արտոնությունները, որ խորհրդային շրջանում ունեցել են, ոնց են ուզում դա վերագտնել, ոնց են քաղաքական առումով գաղափարական առումով դեռ ինքը սովետական դատարկությունը կարելի ասել, որովհետև չկա այդ վերահսկողությունը քաղաքական գաղափարախոսության առումով, բայց ինքը որպես կառուցվածք էլ որոշակի նոր զարգացման միտում չունի ու երիտասարդների մեծ մասը, չգիտեմ, շատ դժվար է ասել, ուզում են մտնել այդ ոչ, շատ դեպքերում նաև իհարկե սա այսպես ես ինձ թույլ եմ տալիս այդ քննադատությունը, չգիտեմ ինչքանով իրավունք ունեմ թե չէ, բայց շատ դեպքերում մարդիկ ովքեր միությունների մեջ են համախմբված, թվում է թե պետք է լինեն այն մեր շարժիչ ուժը, գաղափարներ ծնող, գեներացնող, մեր առօրյա կյանքի հետ ոչ մի առնչություն չունեն շատ դեպքերում, բայց հենց հարցը գալիս է իրենց արտոնություններին, իրենց հանգստյան տներին եւ այլն, այդ սկսում են դրա համար պայքարեն, որը իհարկե ինձ թվում է էլի հին խորհրդային շարունակությունն է։ Այո, որոշակի առումով, որտեղ իրենք վերակոնցեպտավորման խնդրի առաջ են կանգնել, այդ հարցը չի լուծվել։ Ոչ պետական առումով, ոչ ներքին սեփական իրենց անձնական հայացքներով, որ վերակոնցեպտավորումը մշակույթի տներին էլ է վերաբերվում, ընդհանրապես խորհրդային տիպային մշակութային կառույցներին է վերաբերվում, որովհետև նույն կերպ չես կարող աշխատել, դու պետք է նոր կերպ վերակոնցեպտավորվես ու նոր բովանդակ ստանաս, այլապես դու դառնում ես ուղղակի այսպես ֆորմա, որը մնացել է սովետից ու ինքը մի կերպ փորձում է գոյատևել։ Այգի ջան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր, ինձ թվում է մենք ժամկես խոսեցինք, ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի մեր այսպես լսարանին այս մանը, բայց վերջի հարց ունենք։ Վերջի հարցը ավանդական հարցն է, ինչու զբաղվել նրանով, ինչով մենք զբաղվում ենք, այսինքն ինչու զբաղվել հումանիտար գիտություններով, ինչու զբաղվել պատմությամբ, ինչու զբաղվել հասարակագիտությամբ, ընդհանրապես, դա ընդհանուր հարց եւ նաեւ դրա մեջ կոնկրետ քեզ վերաբերվող անձնականներ, ինչու դու որոշեցիր, որ պետք է զբաղվես հենց նրանով, ինչու զբաղվում ես։ Շատ լավ, ես ամեն անգամ այս հարցին ինչու ես եկա պատմության բլոգ, հումանիտար գիտություն եւ այլն, իրականում իմ ընտանիքն էլ միջև վերջ էր ընդունում, որովհետեւ մամաս քիմիկոս էր, պապաս ինժեներ, ու ասես լրիվ բնագիտություն, եղբայրս ճարտարապետ ու իրենց համար միշտ ես ինչով եմ զբաղվում, որ այսպես մի քիչ բնագետներ ուրիշ կերպ են նայում հումանիտարին, բայց մեր ընտանիքում ես զբաղվեցի հումանիտարով եւ ինձ երբեք չներեց իմ քիմիայի ուսուցչուհին, ով միջև վերջ պայքարեց, որ ես անպայման պետք է բժշկական համալսարան դիմեմ, բայց ես որոշեցի, որ ավելի ճիշտ է պատմությունով, որովհետև իմ կարծիքով շատ իրադարձություններ, գործընթացներ հասկանալու համար
պետքա ուսումնասիրել մեր պատմությունը, պետքա ուսումնասիրել գործընթացները, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, նույնիսկ քաղաքական որոշումները, եթե դու չես կարողանում իրեն մշակութաբանական վերլուծել, մնում է չոր քաղաքագիտություն, շատ դժվար է հասկանալ, ով ինչ ասեց, ինչու ասեց, ոնց ասեց, ինչպես է գնում, այսինքն հումանիտար գիտությունը օգնում է մեզ հասկանալ, մենք որտեղ ենք ապրում, ինչպես ենք ապրում, ինչու ենք այսպես մտածում, ինչպես փոխենք մեր մտածողությունը եւ այլն։ Այսինքն կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր միայն չեն ուզում բարձր աշխատավարձեր ստանալ, զբաղվել հումանիտար գիտությամբ, որովհետեւ հումանիտար գիտությունը մեզ թույլ է տալիս հասկանալ մեր միջավայրը։ Ես զբաղվում եմ մշակութային քաղաքականությամբ ուսանող տարիներից, այսինքն ուսանողական կուրսային աշխատանքները վերաբերվել են մշակութային քաղաքականությանը, հետո 10 տարի ատենախոսական աշխատանքի վրա եմ տանջվել, մինչև ավարտել եմ։ Իմ համար շատ կարևոր էր հասկանալ այդ համակարգերի տարբերությունը, մոդելների տարբերությունը, ինչու ենք մենք այսպես մտածում ու մեր մշակույթը այս ուղղությամբ զարգանում, բայց մեկ այլ պետությունում ուրիշ կերպ է։ Եվ շատ դեպքերում ամեն դեպքում ես տեսնում եմ, որ այս մշակութային քաղաքականությունը ինքը մարդաբանության ու քաղաքագիտության այսպես մեջտեղ լող տվող գիտություն է, որը թույլ է տալիս նաև ռացիոնալը հումանիտարում վերլուծել ու հասկանալ։ Երևի թե այսքան։ Կիսում եմ քո ամբողջ ասածը եւ կարեւորության մասին, եւ միջավայրը հասկանալու մասին, եւ աշխատավարձի ոչ այդքան բարձր լինելու մասին, բայց ամեն դեպքում մեր այսպես մեր դրական կողմն էլ մեր գիտության մեջ այն է, որ մենք զբաղվում ենք նրանով, ինչ որ մենք ես միշտ եմ ասում, ես զբաղվում եմ իմ սիրած գործով եւ ինձ վճարում են դրա համար աշխատավարձ։ Եվ դա կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ մարդը անի ինչ որ ինքը սիրում է։ Եվ մենք անում ենք եւ քո այդ ամբողջ այդ մեր զրույցի ընթացքում ես քեզանից զգացի այդ սերը քո այսպես թեմայի վերաբերյալ, պես որ հաջողություն քեզ հաջող մշակումներում եւ հուսով եմ, որ ելի առիթ կունենանք հանդիպել ինչ որ մի այլ ասպեկտով կամ ինչ որ մի այլ քո հերթական գրքից հետո կգանք եւ խոսենք քո գրքի մասին։ Շնորհակալություն շատ լավ համար, շատ հետաքրքիր զրույց էր։ Շնորհակալություն։